ինքը մշտապես փորձում է ինչ-որ կերպ ուշադրությունը պահել իր վրա։ Եվ այս անգամ ինքը իմ կարծիքով անմիջականորեն կապված էր Սերժ Սարգսյանի ՀՀԿ 35-ամյակին նվիրված ելույթին։ Եվ քանի որ ինքը այդ ելույթին չէր կարողանում որևէ կերպ հակադարձել, որովհետև ելույթին իսկապես հնչեցին շատ խորը եւ բացարձակ ճշմարիտ մտքեր, ինքը այդ ելույթին որևէ կերպ չէր կարողանում հակաճառել, չէր կարողանում հակառակվել։ Եվ սովորաբար Էշերը նաև զռում է, չէ՞։ Այ իր մոտ այդ բարձր զռոցն էր սկսվել, որը ինչ որտեղ նաև հասել էր այսպես հոգեխանգարմունքի։ Կամ գուցե, չգիտեմ, ես նույնիսկ այդ պահին մտածում էի, որ ինքը թմրանյութի ազդեցության տակել է։ Հակառակը դեպքում հնարավոր չի adekvat ձևով գնահատել իր գործողությունները։ Եվ սա զուտ իշու զռոց էր։ Դրանով էր պայմանավորված այլ բան ինչ կարողացավ նաև տեսեք այստեղ խնդիրն ինչու՞մ էր, որ ինքը Սերժ Սարգսյանը ինքան հստակ ներկայացրեց Հայաստանի քաղաքական վիճակը, որ նույնիսկ Նիկոլի կամ ադրբեջանական մյուս քարոզիչները չկարողացան հակադարձել։ Եթե նկատում եք վերջի 7 տարվա մեջ սա այն եզակի ելույթներից մեկն էր, որ որևէ ճամբարից որևէ կերպ չկարողացան եւ չփորձեցին արձագանքել։ Եվ այդ ելույթի մեջ նաև կար շատ հստակ վճռականություն, գործողությունների վճռականություն, որը միանշանակ թուրքական կորզակալական ցանցին մոտ վախ առաջացրեց։ Այդ հոգեխանգարմունքը դրանով էր։ Եվ քանի որ չես կարող հստակ հավասարակշռված խոսքին նույն կերպ պատասխանես, Փաշինյանի դեպքում պետք է աննորմալություն անես։ Ես երեկ էլ եմ ասել այդ մասին, դուք չզարմանաք, եթե Սերժ Սարգսյանի հաջորդ ելույթից հետո պատահաբար տեսնեք, որ Փաշինյանը Երևանում ոչ թե հեծանիվ է վարում, այլ մեր ամբողջովին մեր Երևանի փողոցներով վազում է։ Ինքը պատրաստ է նույնիսկ գնալ այդպիսի խայտառակությունների, միայն թե ինչ որ կերպ ցրի այդ իրավիճակային լարվածությունը։